Սիրելիներս, ուզում եմ զգաք, թե ինչ փափուկ են ստացվում կոտլետները։ Խնդրեմ։ Նաև ինչ նուրբ է ստացվում կարտոֆիլի պյուրեն։ Գնանք պատրաստենք։ Նախապես համեմված եւ կտրատված հավիտոշը, ինչպես նաև սոխը, տեղափոխում ենք բլենդերի մեջ եւ բլենդում։ Ավելացնում ենք կանաչին։ Ես շատ եմ սիրում կանաչի, այնպես որ առատորեն եմ ավելացնում։ Եվ խառնելու ենք։ Իսկ մինչ սպիտակուցով հագեցած կոտլետները պատրաստ կլինեն, կարող եք այդ ընթացքում պյուրե պատրաստել կարտոֆիլից։ Լավ լվանալուց հետո այն պարզապես դանակով նման բծեր եմ անում եւ տեղափոխում եմ միկրոալիքային բառարան։ Շատ արագ է պատրաստվում։ Մեզ հարմար տարբերակով կարտոֆիլը վերածում ենք պյուրեի։ Ավելացնում ենք նախապես սերբիբար, աղ եւ կարագ։ Ահա եւ վերջ, սիրելիներս, մեր սպիտակուցով հարուստ ընթրիքը պատրաստ է։ Իսկ ինձ մնում է միայն ձեզ բարի ախորժակ մաղթել։ Կտեսնվենք։